Արդեն 6 ամիս է Ահարոնյան նորաձևության սրահում աշխատում եմ որպես դերձակ։ Ճիշտն ասած, ես միշտ սիրել եմ, ուզել եմ, որ կար սովորեմ։ Դերձակի մասնագիտության մեջ շատ կարևոր է ճիշտ չափելը, ձևելը, կարելը։ Մոդելավորման մեջ մի քիչ դժվարանում եմ, չեմ կարողանում կենտրոնանալ, ավելի շատ սիրում եմ կարել։ Ծնվել եմ Արցախում, սովորել եմ այնտեղ, ամուսնացել եմ Արցախում, ունեմ 4 տարեկան աղջիկ, մինչև վերջ ապրել եմ Արցախում։ Դուրս ենք եկել Մարտունի քաղաքից, 3 օր ճանապարհ ենք եկել, չեմ ուզում հիշեմ ինչի միջով ենք անցել, հասնելով Հայաստան առաջին խնդիրն է տուն գտնելը, շատ դժվարությամբ գտանք ու աշխատանքն էլ գտանք։ Հայրիկը մայրիկը կենսաթոշակ են ստանում, մեկ էլ ես բնակվարձի աջակցություն ենք ստանում։ Կոմունալներն ու տանվարձն ենք փակում դրանով։ Արցախցիների զբաղվածության ծրագրի շրջանակում ինձ մոտ աշխատում են 2 հայրենակից, Նանարը եւ Տիկին Անահիտը։ Ինձ մոտ նախանցել են պրակտիկա, հետո նոր աշխատանքի։ Պրակտիկայի ընթացքում շատ բան են սովորել, մինչ այսօր սովորում են եւ դեռ շատ սովորելու տեղ ունեն։ Բավականին արդեն աշխատած բաներ ունեն, կարած Տիկին Անահիտն էլ ունի, Նանարն էլ ունի, կիսաշրջազգեստ, շրջազգեստ, պրակտիկայի ընթացքում զրոյից սովորել ենք ձևել, կարել, դետալների մշակում եւ այն ամենը, ինչը կապված է մեր աշխատանքի հետ։ Սկզբնական շրջանում, որ Նանարը եկավ մեզ մոտ, այդ լարվածությունը կար միշտ, հուզական շրջանը, թե մենք այստեղ են, որ երաժշտություն լսելու առումով էլ շատ ուշադիր էինք, որ այնպիսի բան չդնենք, որ իր սրտին մոտ լինի, չգիտեմ, այդ հուզական դաշտ չմտնենք, բայց մասամբ վերացել է մոտից, սկսել է ավելի ակտիվ լինել, ավելի թեկուզ ինքն իրենով զբաղվել, խնամել ինքն իրեն, ինչը որ սկզբնական շրջանում չկար։ Որպես գործատու ծրագիրը 3 ամիս վճարեց աշխատակցին եւ ստացվում է այսպես, որ աշխատակցին ես չվճարեցի, վճարեց պետությունը եւ նա աշխատեց իմ մոտ, այսինքն հատկապես սկսնակ բիզնեսի համար մեծ հնարավորություն է, որ դու 3 ամիս չվճարես ու ունենաս աշխատող։ Հնարավորություն է նաեւ սա իրենց համար, որ ստացան պահանջված մասնագիտություն մեր օրերում, որ կաշխատեն գումար եւ ինչ-ինչ չափով իրենց հոգսը կթեթևացնեն։ Մտադրություն ունեմ բիզնեսը մեծացնելու եւ այո, բնականաբար կընդունեմ էլի մեր հայրենակիցներին ծրագրի շրջանակում անպայման կդիմենք, կընդունենք։